Պարոն Մովսիսյան, տեղյակ եք, նախընտրական ծրագիրը ՔՊ-ն արդեն հրապարակել է, կարդացել եք, ծանոթացել եք, ինչ կասեք դրա մասին։ Նախընտրական ծրագիր նկատի ունեք Նիկոլ Փաշինյանի։ Նիկոլ Փաշինյանի նախընտրական ծրագիրը վերցված է Թուրքիայից եւ Ադրբեջանից, այսինքն 2018 թվականից ի վեր Նիկոլ Փաշինյանը ծառայում է թուրք-ադրբեջանական տանդեմին, ծրագրերը տալիս են այնտեղից, հաշվի առնելով նաեւ այն քարոզարշավները, որ ինքը իրականացրել է նախորդ երկու անգամները, քաղաքացիական պայմանագիր լոգոն, ասեք կանենքը վերցված է հենց թուրքական այնտեղի նախընտրական ծրագիրից, այսինքն Նիկոլ Փաշինյանը չի թաքցնում, որ ծառայում է Ալիևին ու Էրդողանին ու իր նախընտրական ծրագիրը նրա մասին է, որ ոնց հանձնեցինք Արցախը, այնպես կհանձնենք Հայաստանի Հանրապետությունը։ Ինքը սպառնում է հայ ժողովրդին, ասում է, որ ես եթե չընտրվեմ կլինի պատերազմ, բայց մենք պետք է հիշենք ու թարմացնենք իր հավի հիշողությունը, որ 3 պատերազմ Նիկոլ Փաշինյանի օրոք ա եղել, 3 պատերազմում էլ պարտվել է, հանձնել է Արցախը ամբողջությամբ, արցախցիները բռնի տեղը հանվել են, ջերմուկի դեպքերը ևս զոհերով ու վերջի Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում ունենք հանձնված տարածքներ, հանձնված կրկնում եմ, որ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ դեռ պետք է մենք վկայական վերցնենք ու իմանանք այդ հայկական տարածքներ են, թե ոչ։ Հիմա այստեղից հետևություն անելով արդյոք 26 թվականին, եթե ընտրվի Նիկոլ Փաշինյանը, մենք ունենանք կադաստրի վկայական արժանապատվություն, սահմանություն եւ սահմաններ։ Բնականաբար ոչ, Նիկոլ Փաշինյանը կտոր, ինչպես հանձնեց Արցախը, ինչպես կերավ մեր Արցախի հերոսների արյունը խմեց ու վերցրեց Հայաստանի Հանրապետությունը, սարքեց բրոշկա ու փակցրեց իր դոշին, այ դրանից հետո ինքը նույն կերպ մասնատելու է Հայաստանի Հանրապետությունը, կազմաքանդելով բանակը, վերելու է հասցնել նրան, որ ասի գիտեք ինչ կա, դե ես ստիպված բանակցում եմ նրա համար, որ հանձնենք Սյունիքը, պահենք Երևանը ու ինչ որ մի օր պահելու է Կոմիտասը հանձնի Բանգլադեշը օրինակ։ Նենց որ ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի հետ հույսեր կապել չի կարելի, պայթունա վտանգ է, հրավտանգ է, որովհետև Նիկոլ Փաշինյանի հետ երկու անգամ ցավոք սրտի մեր հայրենակիցները հույսեր կապեցին ու մենք զրկվեցինք լույս տղերքից, մեր հայրենիքից, մեր պետությունից, մեր ինքնիշխանությունից, այնպես որ կարծում եմ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, որ Հայաստանի Հանրապետությունը եւ հայը ունենան ապագա։ Մովսյան, տեսեք, ընտրակաշառքներ են, որպես այդ թոշակի բարձրացումը, տարատեսակ արտոնություններ տնտեսվարողներին, այս կամ այն սոցիալական խմբերին, արդյոք դրանք իրենց ազդեցությունը չեն ունենա ընտրությունների արդյունքների վրա։ Բնականաբար իրանք այն հույսով են, որ թոշակ բարձրացնելով որպես ընտրակաշառք, բնականաբար դա ընտրակաշառք է։ Այն խոստումները, որ ներկուսակցական քարոզարշավի ընթացքում սրտիկով ավտոբուսով կազմակերպել են, դա եւս ընտրակաշառքի մի մաս է, որտեղ բոլորին ինչ-որ մի բան խոստանում են։ Միտեղ գնում են ասֆալտ են խոստանում, միտեղ վերանորոգենք էս, վերանորոգենք են։ Դա բնականաբար ընտրակաշառքը, ինչպես եւ թոշակառուների թոշակները։ Կային ժամանակներ մինչեւ նախընտրական իրենց քարոզարշավը ներկուսակցական, որ պետքա թոշակառուն ինչ ծախսի 10,000 դրամը, որտեղ ծախսի, հետո դարձա, որ չէ, խիստ անհրաժեշտություն է 10,000 դրամը թոշակառուին։ Իրենց չի փրկի ոչ ընտրակաշառքը, ոչ արտաքին ուժերի իրենց ներգործությունն ու ազդեցությունը, ոչ էլ իրենց թիմակիցների հետ այն հարաբերությունները, որ փորձում են ստեղծել ժողովրդի հետ։ Ժողովրդի վրա թքելով, թքած ունենալով ժողովրդի ապագայի ու հիմնական խնդիրների վրա չեն կարող վերընտրվել, առավել ևս այն պարագայում, որ ժողովրդի երկու անգամ չի ուզում նշել, բայց երկու անգամ սխալվեցինք մենք բոլորս ու ընդդիմությունը նաև իրենց հարցում թերացավ ու մենք ունեցանք այն, որ Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ վերընտրվեց։